Հայրապետյան մխիթար, իշմես ասում էր Նիկոլը մեր գլխից չի կարա թռնի, հեղափոխությունը մենք ենք արել ընկերներով իմ ցերում աշխատող քերո օգնությամբ։ Ճոգմեք Սերժիկն ու Միշիկի էթան մերն են, էլի որ 3-4 հոգի հայատ չիչած բացայտված գոմիկ կարեցել է հեղափոխություն անի։ Պիտ արես Նիկոլը, բայց ես քեզ չեմ առաջարկի ընդդիմություն դառնալ, որովհետև դու չես կարա, քո դուխի չերիքի Նիկոլի դեմ խոսած։ Տակը տենքան կեղտ կա, որ վրաս կփագի։ Այսօր սաղ աշխարհը գիտի, որ Հայաստան ֆրացող սաղ փողերը պետական մակարդակով Նիկոլի հետ կապ ունեցող չերես Աննա Հակոբյանի լիֆը անցնում, Աննա Հակոբյանի ծծերի մեջով պետք է անցնի այդ փողերը։ Ինչ թափավ, տակե այդից երկրինա մնացածի Իրանը։ Դրա համար այդ բունկերի պորնիկը մի երկու համար նավսյակի լիպչիկ մեծ է հակնում։ Բայց քո դուխը չերիքի ասես տվել եմ Նիկոլին կամ Հակոբյան Աննային։ Կփագի գժի տեղը իր Անդրե ինչ ուզում է անում է։ Հիմի կարծեմ գիժ բոզիտրեն ոնց է կոչում կրկոտ ռետոր, հա։ Ես քեզ առաջարկում եմ Հովիկ Աղազարյանի մի հատ նապարնիկ ուներ, քոր մի հատ բոզի տղա էր, քոր մարկանց բռնել տվեց, չէր Ասլանյան, հա։ Հովիկ Աղազարյանի ու Եսիմինչ Ասլանյանի անվան պրաշլյակների միություն բացեք։ Դու ալենեն շիշ բռնողելի տենց ինչքան բռնողներ կա, ինչքան պրաշլյակներ կա, սաղդ հավաքվեք իրար գլխի, ամս երկուս հետո շատանալու եք։ Հավաքվեք իրար գլխի, տեղ խելոք սպասեք։ Նիկոլի լավը այն բանից անելուց հետո, որ ձեր հերթն է գալի։ Ով որ կասի, որ դուք մեր հայրենակիցն եք, մոլորված եք, պիտի ձեզ ներենք, ինքը ձեր պոտենցիալով ստոր ղախպի տղա է։ Ինքը իր ոտին է տեղանում, որ ինքն էլ եկուց այդ նույն բանն անի, ինչ որ դուք եք արել։ Դուք մեր հայրենակից չեք։ Դուք այնքան եք մեր հայրենակից, ինչքան Շահեն Մուստաֆաևը։ Ու դուք այնքան եք հայ, ինչքան Նիկոլը, Յանի ազգանունը լկապ չունի հայ ելնելու հետ։ Ձեզ տեն օրը գցենք, որ դուք վախենակ եք հայ հետ հաց առնելու, որ դու ու քո նմանները ալենը բան կնգատ ասեք, իչի հաց առել, ես վախենում եմ։ Քեզ մենակ դոմփում են, ինձ համ դոմփում են, համ սատկացնում են։ Այդտեղ խելոք լրվեք մինչև ձեր հերթը հասնի։ Բանին Քոչարյանին հրավիրեք ձեր մոտ։ Պատվավոր անդամ Քոչարյանը իմի բան անում, չէ, ինչ որ 30 որ թվին հաջորդ ընտրությունները դրանա պատրաստվում։ Ինքը իր աշխատած տարիներին սաղ էս ընտրախախտումները արել է, թե թիվագրե, թե փողով ձեն արել, թե մարդկանց գործից հանել չընտրելու համար, ինչ ասես արել է, բայց ինքը եկել էր Նիկոլին մաքուր կրելու։ Աշխարհի ամենաստոր բոզիտրուն ինքը եկել էր մաքուրով կրելու։ Իմ այդ մարդը մուտիլով շիկա մեզ էր էշի տեղ դրե, թե ադեկվատ չի, ով կարա ասի։ Երկու անգամ մարդը եկավ մաքուրով կրելու, ամեն ինչ հանդարտացրեց, ասեց մենք կրելու մաքուրով, այն դեպքում, որ ինքը այդ ամեն կեղծավորությունը արել է, ինքը գիտեր, որ Նիկոլի պես ստոր բոզիտրա քիչ կա, Նիկոլն էլ կարա այդ ամենն անի։ Իմ ինքը մուտիլով շիկա, թե նիադեկվատնի։ Ամենայն դեպս պատրաստում է 30 քանի թվի ընտրություններին, ուզում է կրի։ Ճոգում եք, սրանց Նիկոլի գլխին գրած էր դուխով, вообще դուխով չէր, սրանց կեպկեքի վրա էլ գրած էր ուժեղ, вообще ուժեղ չէին։ Այն Սամվել Կարապետյանն էլ հրավիրեք, այն էլ գիրք է ինչ որ գրում, Սարի պես տղուց ռագատկի քար դառնալու նուրբ արվեստը։ Ասում են Նյութերն էլ համացանցից Facebook-ից իր առաջվա իր արևով երթվողները ինչ են իր մասին ասում հիմի, ինչ քֆուրներ են տալի, դրանց հիման վրա է բան անում։ Սամվել Կարապետյանն է բիզնես առաջարկ ունեմ։ Սենց լավություն Նիկոլին, որ ինքն արե, երևի մեկ է Սերժիկն արե կյանքում։ Իմի Նիկոլը պիտի իրան բեսամ շնորհակալ լինի։ Ես առաջարկում եմ, որ ինքը եթե Նիկոլին առաջարկի, որ ազգային ժողովը տեղափոխեն Տաշիր արենա։ Մեկա տոմսը 20,000 դրամ, ես համոզված եմ մարդ չէ, թում երևի այդ գինը հատուկ են դրել, որ մենակ իրանցով տնեցիկով է տան, ուրիշ մարդ չէ, թա չխանգարի իրանց հանգիստը հանգարց։ Ցիրկի ամենահետաքրքիր ինչ է, կենդանիները ու կլոունները, չէ։ Իմի այժմ որ տեղափոխեն ցիրկ,
Աժեն այսօրվա բաղկացած է հիմնական կենթաններից ու կլոններից, լիքը ցիրկում կենթանի ու կլոն անել, այս 20,000 մարդիկ չեն ափսոս իրանց երեխեքին տանեն այդ ապուշներին նայելու։ Կոկորդիլոս չկար ցիրկում, երբևիցե չեմ տեսելնի, հիմա արդեն կոկորդիլոսը կային Գարիկ ասում են այդ վեդի քաղաքապետի պաշտոնից հրաժարականատը, որ այդ աժը։ Բանն էլ աժեի շենքն էլ կարելի է սարքել մեծ մոլ, որ տուրիստներին կարենանք համոզենք, որ մենք 6700 տարվա կուլտուրա ունեցող հզոր ազգ ենք բանման, կոպեկով ծախվող բան չենք, որ փողով թե երեխվարուն ծախենք, թե հայրենիք ծախենք, բան չենք, մենք կուլտուրա ունեցող ազգ ենք։ Հենց մուտքի մոտ կարելի է երկու տաղավար կպցնել իրար կուլտուրայի նախարարություն սարքել։ Բանին Հասմիկին ու Սերժիկին էլ կարելի է բերել դնել դե առաջվա Հասմիկին, իշխան Պողոսյան Հասմիկին, խաչքար կծախեն։ Խաչքարները ընտիր արդում են լավ ծախեցին։ Իրանք է կա խաչքար կծախեն, в общем, բիզնես առաջարկ եմ անում։ Փողավքողը կարելի տաշիրի սամոնն չգիտեմ։ Սերժիկը մեկա սուրբ բարձրավ Սերժիկը բան արեց, չէ՞, ընդամենը այդ սաղ իր քանի տարիների ընթացքում ընդամենը ինչ որ $1 միլիոն բան ուներ, խախտում ուներ։ Սուրբ մարդ, մի աննկարագրելի սուրբ անձնավորություն։ Ոնց է բոզիտուն մերժեցինք այդ $1 միլիոնի համար արա։ Ես ամաչում եմ արդեն քիչ ամնոյթամ դրան ներողություն խնդրեմ։ $1 միլիոնի համար Սերժիկին մերժեցինք, բայց մի օր չնստավ Սերժիկը։ Սերժիկի աղբոր տղան քածին 90 մի հատ գիշերվա համար $90,000 ավտո էր նվեր տալի, բայց Սերժիկի խախտում $1 միլիոն ինչ որ, մեր սուրբ անձնավորություն արա, այս ինչ կապիկանոց է։ Ոնց է զզում ձեզ, ցեն 20 թվի պատերազմից հետո, ընտրություններից հետո Նիկոլ ընտրող մարդկանցից մանթո թասիբով հայերը հաճախ են ասում, ոնց եմ ամաչում, որ ես հայ եմ, ես չեմ ամաչում, որ ես հայ եմ, ես հպարտանում եմ, ես ամաչում եմ, որ դուք եք հայ, այ կլոն բոզի։